Բարև ձեզ, ուրախ եմ, որ այսօր նորից ձեզ հետ եմ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մեզ տվեց առողջություն, կյանք, հնարավորություն գալու իր ոտքերի առջև և լսելու իր խոսքը, թող Աստված իր շնորհը մեզ տա, ողորմա մեզ և իր Սուրբ Հոգին թող թափի մեր վրա, բայց և նաև շնորհ տա մեզ մեր սիրտը բացելու Սուրբ Հոգու առջև և ընդունելու ճշմարտության խոսքը մեր սրտում երևակայելու մեր կյանքում Հիսուսի անունով խնդրեցի ամեն։ Ուրեմն, ինչպես գիտենք, մենք ուսումնասիրում ենք Սաղմոսներ գիրքը, այս եռամսյակին։ Սաղմոսները իհարկե շատ են, 150 հատ են, բայց կձգտենք գոնե իմանալ ընդհանուր, թե ինչ իմաստ են Սաղմոսները։ Եվ ինչպես գիտենք, ամբողջ Աստվածաշունչը Աստծո մասին է, և ճիշտ է, այնտեղ զետեղված են մարդկանց կյանքերը, բայց այդ կյանքերի միջոցով մենք իմանում ենք, թե ինչպես է Աստված հարաբերվում մարդկանց հետ, և այդ հարաբերությունների միջոցով պարզում ենք, թե ինչպիսի Աստված մենք ունենք, որտև Աստվածը չի գլխավոր հերոսը, Աստված է։ Եվ այսօր արդեն երրորդ դասն է, և այն կոչվում է Տերը թագավոր է։ Ուրեմն Աստվածաշունչը և հիշելու համարն է, Սաղմոսներ 93 գլխի առաջին համարը, Տերը թագավոր է, նա մեծափառություն է հագել, Տերը զորություն է հագել և իր մեջքին գոտի կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։ Սաղմոսներն արտահայտում են հիմնարար հավատը Աստծո ինքնիշխանության հանդեպ։ Աստված ինքնիշխան է։ Ոչ մեկ չի կարող ասել Աստծուն, թե ինքը ինչ անի, ոնց անի։ Աստված արարել է ամեն ինչ և պահպանում է իր արարած ամեն բան։ Նա է ողջ աշխարհի ինքնիշխան թագավորը և աշխարհը կառավարում է արդարությամբ։ Նրա օրենքներն ու կանոնները բարի են և կյանք են տալիս նրանց, ովքեր պահում են դրանք։ Այսինքն, որտեղ կլինի արդարություն, Աստված ինքը արդար է, արդար օրենք է տվել, արդար կանոններ է տվել, և որտեղ ուրեմն արդարություն կլինի, որտեղ որ հարգում են և պահում են իր օրենքները։ Եվ ավելին, կյանք են տալիս, ասում է։ Նրանց, ովքեր պահում են դրանք։ Տերը արդար դատավոր է, ով ապահովում է աշխարհի կարգն ու կանոնը, նա դա անում է արդարներին պարգևատրելու և ամբարիշտներին պատժելով, բայց ոչ թե մեր ակնկալած, այլ իր որոշած ժամանակին։ Մենք չէ որ պիտի թելադենք Աստծուն, թե ինչը և երբ անի։ Ինքն է որոշում, ինքն է ամենաիմաստուն էակը այս տիեզերքի։ Եվ մենք պետք է վստահենք իր որոշումներին և իր ժամանակներին։ Եվ Իսրայելի հետ Աստծո ուխտը ոչ միայն Իսրայելի հետ, սրա մեջ մտնում են նաև մարդիկ, ովքեր մկրտվել են, այսինքն Քրիստոսի խաչելությունից հետո խոսքը վերաբերում է, երբ ասում են Աստծո ժողովուրդ, խոսքը վերաբերում է բոլոր նրանց, ամեն ազգերից, ովքեր մկրտվել են և ուխտ են կապել Աստծո հետ և հավատք ունեն առ Աստված և ճշմարտությունը և առ այն, որ Քրիստոսը իրենց փրկիչն է։ Ուրեմն հարցը նրանումն է, որ Սաղմոսներն էլ ներկայացնում են Աստծուն, ինչպես և բոլոր գրքերը Աստվածաշնչի, որպես արարիչ, որպես թագավոր, որպես օրենսդիր և որպես դատավոր
Եվ նաև այսօր խոսանք այդ մասին, թե ինչքան հավատարիմ է Աստված նրանց, ովքեր ուխտ են կապել իր հետ, եւ նաև ինչքան վստահելի է Աստծո խոսքը։ Կարդանք 8-րդ Սաղմոսը։ Ով Տեր, մեր Տերը, ինչ վեհաշուք է քո անուն ամբողջ երկրի վրա, որ քո փառքը երկնքից վեր դրեցիր։ Երեխաների եւ կաթնակերների բերանով զորությունդ հաստատեցիր քո թշնամիների դեմ, որ լռեցնես թշնամուն եւ վրեժխնդիր լինողին։ Երբ որ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր։ Հատկապես սրանք տենում են աստղագետները կամ աստղաբանները, որոնք տիեզերքն են ուսումնասիրում, էլ ինչ է մարդը, որ դու հիշում ես նրան, եւ մարդու որդին, որ խնամք է ստանում նրա նկատմամբ։ Նրան մի քիչ ցածրացրիր երկնային այակներից, բայց փառքով ու պատվով պսակեցիր նրան։ Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա, ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ, բոլոր ոչխարներն ու եզները, նաև վայրի գազանները, երկնքի թռչուններն ու ծովի ձկները եւ ինչ որ անցնում է ծովի ճանապարհներով, ով Տեր մեր Տերը, ինչ վեհաշուք է քո անուն ամբողջ երկրի վրա։ Եվ ինչի մասին այստեղ խոսում։ Մի թեմայի մասին, որի մասին մենք շատ ենք խոսել, այսինքն, որ Աստված երբ որ ստեղծեց մարդուն, իր պատկերով ստեղծեց եւ նրան կարգեց որպես կառավարիչ ամբողջ իր ստեղծվածների վրա։ Եվ եթե մարդը մնար անմեղ վիճակում, մարդը կլիներ ողորմած եւ սիրող կառավարիչ եւ իրոք հոգտանող կառավարիչ, ինչպես որ Աստվածն է։ Բայց քանի որ մեղքը մտավ աշխարհ եւ մարդը մեղանչեց, մեղքի պատճառով մարդիկ սկսեցին հասկանալ կառավարչությունը սխալ տեսակետից, կարծես դաժանությամբ իշխող մեկը, որ ինչ կուզենա կանի, թե կենդանիների գլխին, թե բնության գլխին, թե կամ իրար գլխի, չէ՞։ Մարդիկ ինչպես են կառավարում, բռնությամբ, ուզում են վախ ներշնչել իրենց հանդեպ, բոլորին տարբեր, քան թե Աստված, այսինքն այդ բոլորը մեղքի արդյունք է։ Բայց իրականում, եթե մարդը մնար անմեղ դրության մեջ եւ մեղք չգործեր, այնքան լավ կկառավարեր իր սիրով եւ ողորմությամբ այս երկիրը, իր իշխանության ներքո դրած էակներին եւ բնությունը, որ ամեն ինչ կլիներ հոյակապ վիճակում։ Եվ նաև կարդանք Սաղմոս 103-ը, Գոչեցեք Տիրոջը, սա կոչվում է գոհության սաղմոս, գոչեցեք Տիրոջը, ով ամբողջ երկիր, ծառայեցեք Տիրոջ նորախությամբ, ցնծությամբ եկեք նրա առջև, եւ կապ չունի թե ինչ դրության մեջ եք դուք, ցնծությամբ գնացեք Աստծո առջև եւ ձեր բոլոր խնդիրները շատ հեշտությամբ կարգի կընկնեն, իսկ կլուծվեն։ Ճանաչեցեք, որ Տերն է Աստվածը, նա է մեզ արարել, եւ ոչ թե մենք նրա ժողովուրդն ենք եւ նրա արոտի ոչխարները։ Կամ այստեղ կլսել, որ Աստված է մեզ արարել, այլ ոչ թե մենք մեզ ենք եղել, հանկարծ ոչ շոր բան է եղել, առանց արարչի։ Ինչ է մեզնից ուզում Աստված, որ իր առջև ուրախությամբ գնանք, որ ճանաչենք, որ ինքն է մեր արարիչը, մեր Աստվածը, նրա դռները մտեք գոհությամբ, Աստված ուզում է, որ մենք գոհանանք, որտեղ ինքը շատ պատճառներ է մեզ տալիս իրեն գոհանալուց, իրենց գոհանալու համար, նրա սրահները փառաբանությամբ,
գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրան։ Աստված ուզում է, որ մենք մտնենք իր սրահների մեջ, որտեղ ինքը բնակվում է ժողովրդի մեջ։ Ուզում է, որ իր եկեղեցիները այցելենք եւ գոհության բոլորս միասին իրեն փառք տանք։ Որովհետեւ ինչու պատճառը ինչի պիտի մենք երկրպագենք ու փառք տանք Աստծուն, որտեղ բարի է Տերը եւ հավիտյան է նրա ողորմությունը եւ նրա ճշմարտությունը սերնդից մինչև սերունդ։ Այսքան Աստծո ողորմությունը հավիտյան է, երբեք չի կանգ առնում կամ չի դադարում։ Ընդհանրապես արարչագործությունը կենտրոնական դեր ունի։ Սաղմոսներում գիտեք, Դավիթը ինքը բնության մեջ է շատ անցկացնում եւ շատ սաղմոսներ գրել է բնության մեջ, ինչ պատճառով, որտեղ ինքը հովիվ էր եւ հոգեր տանում տարբեր անասունների համար եւ մեծամասամբ հասկացնում էր բնության գրքում եւ ինքը այդ բնության միջոցով տեսավ, թե որքան գեղեցիկ է Աստված։ Երկինքը Սաղմոսներ 11:4 հայտարարում է, որ երկինքը նրա ձեռքերի գործն է։ Հռչակում է նրա փառքն ու զորությունը։ Այստեղ խոսքը գնում է ոչ միայն երկնքի մասին, որ ամպերով է ծածկած, այլ Աստվածաշունչը ասում է երկինքը նկատի ունի Աստծո բնակատեղին եւ մեր ամբողջ գալակտիկան։ Մանավանդ նորից նշենք, որ աստղագետները, որ ուսումնասիրում են գալակտիկաները, տեսնում են, թե ինչ կարգոկանոնով եւ օրենքներով է ստեղծված մեր գալակտիկան, ամբողջ տիեզերքը եւ հասկանում են, որ այն անպայման Արարիչ Աստծո կողմից է ստեղծվել։ Աստծո անունը վեհաշուք է ամբողջ երկրի վրա։ Տերն է ստեղծել ամեն ինչ։ Նա չունի սկիզբ եւ վերջ։ Նա հավիտենական է եւ գերազանցում է ազգերի աստվածներին, որոնք ոչ ավելին են, քան մարդկանց ձեռքի գործը։ Այսքան իրական նրանք գոյություն չունեն։ Մարդիկ փոխարենը երկրպագեն արևի, լուսնի եւ այլ առարկաների արարչին, երկրպագում են այդ առարկաների, որոնք իրենք ոչ մի ունակություն չունեն ազդելու մեր ճակատագրերի, մեր կյանքերի վրա։ Սաղմոսներ 115:7 ասում է, կուռքերը ձեռքեր ունեն եւ չեն շոշափում։ Իսկ ինչ վերաբերում է Աստծուն, Սաղմոսներ 95:4 ասում է, նրա ձեռքին են երկրի խորքերը, նրա ձեռքերն են ստեղծել ցամաքը։ Մի քանի սաղմոսներ պատկերում են Աստծո զորությունը բնության ուժերի վրա, որոնք այլ ազգերի կարծիքով իբր աստվածային ուժ ունեն։ Այս սաղմոսները վերահաստատում են այն պնդումը, որ Տերը թագավորում է ողջ արարչագործության վրա եւ նա է գերագույն զորություն եւ արժանապատվություն ունեցող էակը։ Սաղմոս 100-ի 3-րդ համարը հերքում է կռապաշտության աննկատ ձևերից մեկը ինքնավստահություն ու ինքնաբավությունը, շեշտադրելով, որ մեզ արարել է Աստված, ոչ թե մենք ինքներս։ Այսինքն, երբ որ մարդ ինքնավստահ է վատ իմաստով եւ ինքնաբավ է, դա ինչ է նշանակում, որ ինքը իրան կուռք է սարքել, ինքը կարծում է, որ ինքը սուպեր է, ամեն բան կարող է։ Եվ ցավոք նման մարդկանց շատ մեծ հիասթափություն է սպասում, եւ այսօր միգուցե շատերը եւ չեն պաշտում արևը կամ լուսինը կամ այլ պաշտամունքի առարկաներ, բայց պաշտում են անշունչ առարկաները, որոնք իրենք ունեն։ Ավտոյա, տունա, չգիտեմ, ինչ որ այա։
Դա Աստված մեզ տվել է, որ մենք օգտագործենք իր փառքի համար, մեր պետքության համար, այլ ոչ թե դրանք պաշտելու համար եւ դրանցով հպարտանալու համար։ Արարչագործությունը նույնպես վկայում է Աստծո սիրո մասին։ Աստված ոչ միայն արարել է մեզ, այլ արարել է սիրով եւ շարունակում է սիրել մեզ։ Գոյություն ունեցող ամեն բան իր գոյության համար պարտական է Աստծուն, ով նաեւ այն մեկն է, ով պահպանում է կյանքը։ Ինչպես օրինակ ասում է Սաղմոսներ 95:7-ը, բացենք կարդալ։ Սաղմոսներ 95:7-ը, որտեղ նա է մեր Աստվածը եւ մենք նրա արոտի ժողովուրդն ենք եւ իր ձեռքով առաջնորդվող հոտերը, այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերը։ Իր ժողովուրդը եւ իր ոչխարները հասկացությունները բացահայտում են իր ժողովրդի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու Աստծո փափագը։ Աստված իրեն համատում է եւ հոր հետ, ով հոգի տանում էր մասին եւ նաեւ Հովվի հետ, չէ՞։ Հիսուս ասում է, ես եմ ճշմարիտ Հովիվը, որտեղ Հովի գործը շատ դժվար է, անդադար անքում նա հետևում է, որ իր անասունները լինեն ապահով եւ հանգիստ եւ առողջ, նույնն անում է նաեւ Աստված։ Մենք պիտի ուրախանանք, որ մեր Հովիվը Աստված է։ Եվ միայն արարիչը կարող է օրհնել եւ աճեցնել իր ժողովրդին, ուստի նա է միակն, ով արժանի է նրանց երկրպագության ու վստահությանը։ Բազմաթիվ սաղմոսներ կոչ են անում, որ իր ռնգած մեջ շունչ գրող ամեն արարած, ողջ երկիրը, ծովն ու նրա մեջ գտնվող ամեն ինչ ուրախությամբ փառաբանեն Տիրոջ։ Աստծո փառքը երևում է արարչագործության մեջ, նույնիսկ անկում ապրած երկրում, եւ սաղմոսները ցույց են տալիս միայն Աստծուն մեկին, ով արժանի է երկրպագության։ Եվ քանի որ Աստված արարիչ է, նա նաեւ թագավոր է, նա ինքնիշխան տիրակալ է։ Եվ այս գաղափարը հանդիսավոր հռչակում է Սաղմոսներ 93:1-ում, 96:10-ում, 97:1-ում եւ 99:1-ում։ Եկեք հերթով կարդանք, որ մի քանիսները։ Առաջին 93:1 Տերը թագավոր է, նա մեծափառություն է հագել, Տերը զորություն է հագել եւ իր մեջքին ոտի կապել։ Դրա համար աշխարհը հաստատ է եւ չի շարժվում։ Աշխարհը դեռ հաստատ է եւ չի շարժվում, ինչու՞, որտեղ Աստված է պահում այն։ Մյուս համարը 96:10 Ով դուք, որ սիրում եք Տիրոջը, հատեցեք չարը, նա պահում է իր սրբերի անձերը, ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։ Ով է պահում սրբերի անձերը, Աստված։ Ով է փրկում ամբարիշտների ձեռքից, Աստված։ Բայց արդյոք մարդիկ վստահում են եւ կանչում են Աստծուն եւ խնդրում են նրա օգնությունը։ Նաև Սաղմոս 97:1-ը Նոր երգ երգեցեք Տիրոջը, որտեղ նա հրաշքներ արեց, իր աջ ձեռքը եւ իր սուրբ բազուկը փրկություն տվեցին իրեն։ Եվ Սաղմոսներ 99:1-ը Գոչեցեք Տիրոջը, ով ամբողջ երկիր, ծառայեցեք, կարելի բոլոր կարդալ, ծառայեցեք Տիրոջն ուրախությամբ, ցնծությամբ եկեք նրա առջև։ Ճանաչեցեք, որ Տերն է Աստվածը, նա է մեզ արարել եւ ոչ թե մենք նրա ժողովուրդն եւ նրա արոտի ոչխարներն ենք։ Այո, մի քիչ առաջ սա կարդացինք։ Տերը պատիվ մեծափառություն եւ զորություն է հագել։
Նա շրջապատված է ամպերով եւ մառախողով, բայց նա նաեւ լույսն է հագնում որպես հանդերձանք։ Եվ այս փոխաբերությունները ցույց են տալիս թագավորի զորությունն ու շքեղությունը եւ խնամքով ընտրված են արտահայտելու Աստծո եզակի մեծությունը, որը վեր է մարդկային ըմբռնումից։ Իսկ այսօր մարդիկ պատվում են Աստծո նման շատ մարդկանց, բայց Աստծուն հարիր պատիվը չեն ուզում տալ Աստծուն ցավոք։ Եվ դրանով իրենք են դժում կարդան 97 Սաղմոսը նոր երգ եկեցեք Տիրոջը, որտեղ նա հրաշքներ արեց, իր այս ձեռքը եւ իր սուրբ բազուկը փրկություն տվեցին իրեն, Տերը ճանաչել տվեց իր փրկությունը եւ ազգերի աչքերի առջև հայտնեց իր արդարությունը, նա հիշեց իր ողորմությունը եւ իր ճշմարտությունը, երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծո փրկությունը։ Ցնծացեք Տիրոջ առջև, ով ամբողջ երկիր, օրհնեցեք ու երգեցեք եւ Սաղմոս ասացեք։ Սաղմոս ասացեք Տիրոջը քնարով եւ Սաղմոսների ձայնով, փողերով եւ շեփորի ձայնով ցնծացեք Տեր թագավորի առջև, թող գորանծո եւ նրա լույսությունը աշխարհի նրա մեջ մնակողները գետերը թող ծափ սառնեն, թող ծափ տան սարերը ցնծան միասին Տիրոջ առջև, որը գալիս է դատելու երկիրը, նա պիտի աշխարհը դատի արդարությամբ եւ ժողովուրդներին ուղղամտությամբ։ Ուրեմն Աստված ոչ միայն մեր արարիչն է, այլ նաև մեր փրկիչը, ինչպես նաև մեր դատավորը եւ ազատիչը։ Տերը հաստատում է իր թագավորությունը ողջ աշխարհի վրա եւ իր թագավորությունը հավիտենական է, զորությամբ ով էությամբ չունի իրեն հավասարը։ Տիրոջ թագավորության հիմնաքարերն են ողորմությունը, արդարությունը, արդարադատությունը եւ այն ապահովում է արարված աշխարհի կարգ ու կանոնը։ Այդ մարդիկ են, որ խախտում են եւ չեն ուզում ենթարկվել, եւ Աստված համբերում է նրանց, որպեսզի նրանք էլ դարձի գան, բայց ամեն մարդ իր ժամանակը ունի։ Երբ որ ժամանակը լրանում է, էլ ոչ մի բան չի օգնի այդ մարդուն։ Աստծո թագավորությունը միավորում է ինչպես երկնային, այնպես էլ երկրային երկրպագուներին, որպեսզի փառաբանեն Աստծուն։ Օրինակ, Սաղմոս 103, 20-22 կարդանք. Օրհներգեցեք Տիրոջով նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, դուք որ կատարում եք նրա խոսքի ձայնը լսելով։ Օրհներգեցեք Տիրոջով նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյաներ, որ կատարում եք նրա կամքը։ Օրհներգեցեք Տիրոջը, ով նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում, օրհներգիր Տիրոջը, ով անձի։ Այսինքն, երբ որ մենք եկեղեցում միասին օրհներգում ենք Տիրոջը, երկնքում նաև հրեշտակներն են օրհներգում Տիրոջը, եւ կարծես դա լինում է ունիվերսալ երկրպագություն, եզարային երկրպագություն է։ Մենք դառնում ենք մի մաս տիեզերային երկրպագության։ Միթե դա մեծ պատիվ չէ մեր համար։ Աստծո գերագույն սակայն հիմա ոչ բոլոր մարդիկ ու երկրային տիրակալներն են ընդունում Աստծո գերիշխանությունը։ Տիրոջ թագավորությունը մշտապես արհամարվում է ամբարիշների կողմից, որոնք ուրանում ու ծաղրում են Տիրոջը ու նաև ճնշում են նրա ժողովրդին։ Այսինքն այն ժողովրդին, ով ուզում է ազնիվ ապրել եւ հավատքով ապրել, եւ ընդհանրապես Աստված մարդուն թույլ է տալիս, որ տիրակալ դառնա ինչի համար, որպեսզի տեր կանեն այդ ժողովրդին, որոնք վստահվել են իրեն, բայց դրա փոխարեն ինքն ինչի անում, հարստահարում է հասարակ մարդկանց։ Եվ կարծում է, որ Աստված գոյություն չունի եւ ոչինչ չի տեսնում, եւ արհամարում են Աստծո տիրակալությունը։ Եվ նաեւ ծաղրում են ու նաեւ ճնշում են նրա ժողովրդին։ Կարդանք Սաղմոս 14 գլխի առաջին համարը, տեսնենք ինչի ասում։
Անզգամը իր սրտում ասաց. Աստված չկա։ Նրանք ապականվեցին եւ գարշելի եղան իրենց գործերով, ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։ Երբ որ մարդը անզգամ է, կամ անզգա է, անզգայինչի հանդեպ, Սուրբ Հոգու ձայնի հանդեպ, Աստծո ճշմարտության հանդեպ, եւ ասում է Աստված չկա, եւ դրա հետևանքը ինչ է լինում, ապականվում են, գարշելի են, գարշելի գործեր են անում, եւ ասում է մեկը չկա, որ բարի գործ անի, այսինքն այդ մարդկանցից, ովքեր չեն ուզում ընդունել Աստծուն որպես արարիչ եւ տիեզերքի տիրակալ, եւ ուրանում ու ծաղրում են Տիրոջը, եւ ճնշում նրա ժողովրդին։ Թեև ամբարիշտների բարգավաճումը եւ Աստծո հանդուրժողականությունը վրդովեցնում է Սաղմոս 2-ին, նա վստահում է Աստծո գերիշխանությանը եւ շարունակում է հավատ ընծայել Աստծո արդար դատաստանին։ Սաղմոս 68:21 ասում է, սակայն Աստված, տեսեք դրանից առաջ ասում է 19 համարից կարդամ։ Օրհնյալ է Տերը օրորի, եթե մեզ վրա բեռ դնելու լինի, նա Աստված է մեր փրկությունը։ Աստված փրկության Աստված է մեզ համար, եւ Տեր Աստված ազատում է մահվանից։ Սակայն Աստված պիտի փշրի իր թշնամիների գլուխը եւ նրանց մազոտ գագաթը, ովքեր գնում են իրենց անօրենությունների մեջ։ Այսինքն ամբարտավանորեն ապստամբություն են բարձրացել Աստծո դեմ եւ շարունակում են այդպես գնալ եւ չեն ուզում բացարձակ փոխել իրենց ճամփաները եւ 73 Սաղմոսի 17-ից 20 համարները 73 17-ից 20 մի քիչ առաջ ավելի շուտ կարդանք օրինակ ասենք 13 համարից գիտեք ես շատ եմ սիրում այս Սաղմոսը մի քիչ ասում է եկեք առաջին համարից կարդանք Իրավի Աստված բարի է Իսրայելի համար սրտով ուղիղների համար այսինքն սրտով ուղիղների համար եւ քիչ էր մնացել որ ոտքերս ծռվեին եւ բան չէր մնացել որ քայլվածքս սահեր որովհետեւ նախանձեցի ամբարտավաններին ամբարիշտների խաղաղությունը տեսնելով որտեւ նրանք ցավ չունեն կարծես թե ցավ չունեն ամբարիշտները մինչեւ իրենց մահը եւ նրանց մարմինն էլ ամուր է Նրանք մարդու նեղության մեջ չեն եւ չեն տանջվում ուրիշ մարդկանց հետ։ Այսինքն մարդկանց մեծամասնության պես։ Դրա համար էլ ամբարտավանությունը վզնոցի պես պատում է նրանց, այսինքն քանի որ նրանց կյանքը շատ չաղ եւ յուղալի է, ամբարտավանությունը վզնոցի պես պատում է նրանց եւ բռնությունը զարդարանքի պես ծածկում է նրանց։ Նրանց աչքերը դուրս են գալիս պարարտությունից, չռվում են այսինքն Նրանք իրենց սրտի խորհուրդներով են վարվում, ծիծաղում են եւ չարությամբ խոսում բռնության համար բարձրից են խոսում։ Իրենց վերանը երկնքի մեջ են դնում, բայց նրանց լեզուն ման է գալիս երկրի մեջ։ Դրա համար էլ նրա ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ եւ լույսությամբ պիտի ջուր քան իրենց համար եւ ասում են։ Ուրեմն այդ ամբողջ վատ բաները անում են եւ ասում են. Աստված ինչպես գիտի եւ կա արդյոք գիտություն բարձրալի մոտ։ Սրանք են ահա ամբարիշտները, որ հաջողակ են այս աշխարհում եւ ավելացնում են հարստությունը, հիրավի զուր տեղն են իմ սիրտը սրբում եւ իմ ձեռքերը լվանում սրբությամբ եւ ամեն օր տանջվում եմ ու խրատվում ամեն առավոտ, եթե ասեի թե ես էլ նրանց նման կխոսեմ, ապա քո որդիների ազգին նենգություն պիտի անեի եւ ես միտք արեցի, որ այդ իմանամ, սակայն դժվար էր իմ աչքի առաջ։ Ասում մի հասկանա ինչի այսպես, կարծես թե անարդարություն է։ Արդար մարդիկ տանջվում են, իսկ անարդար մարդիկ չէ։ Հակառակը կարծես թե բարգավաճում են։ Եվ ասма դժվար էր հասկանալ ինձ, մինչև որ Աստծո սրբարանը մտա եւ նրանց վերջ իմացա։
Աստված տեղեկացրեց նրան Ասափին, թե ինչ է լինելու այս ամբարտավան չար մարդկանց վերջը։ Հիրավի դու նրանց հեշտ սահելու տեղեր ես գնում, կործանվելու մեջ ես գցում նրանց, ինչպես են հանկարծակի ոչշանում, սատկում, կորչում զարհուրանքով։ Ինչպես երազն է զարթնելուց հետո, այնպես էլ դու Տեր զարթնելիս պիտի անարգես նրանց պատկերը։ Այսինքն մեր կյանքի իմաստը ոչ թե այս կյանքում բարգավաճելու մեջ է, այս կյանքը ընդամենը մեկնարկ է մյուս հավիտենական կյանքի համար, եւ այս մարդիկ ընտրում են, գիտեք, երբ որ Աստծուն հավատալու ես, Աստված հաջողություն է տալիս, ինչքան որ պետք է, բայց այս մարդիկ ամբարտավանությամբ են կուտակում իրենց ունեցվածքը, մարդկանց չարություն անելով, եւ կարծում եմ, որ այս կյանքի իմաստը դրանում է, որ իրանք իրենց ունեցվածքով բարձր են, կարող են վերևից նայել մյուսներին եւ այլն եւ այլն։ Իսկ նրանց ժամանակը կարճ է, գիտեք, կապ չունի այդ մարդիկ 50 տարի են ապրում, 70, 80, 100, 120, կապ չունի։ Երբ որ համեմատում ենք այդ նույնիսկ 120 տարին հավիտենականության հետ, 120 տարին ինչի, մի հատ կաթիլ։ Այսինքն մարդը ընտրում է մի վայրկյան, կարծես թե ուրախություն, ես չեմ հավանում դա ուրախություն, երբ որ չարությամբ հարստանում ես եւ մարդկանց վնասելով առաջ ես գնում եւ մի հատ էլ գլուխդ բարձր ես սպասում, պահում եք թե շատ բան ես ասել։ Դա ընդամենը մի վայրկյան է։ Եվ նրանք մի վայրկյանում ասում են ոչինչ անալու են եւ էլ այսքան ստանալու են ինչ որ իրանք ընտրեցին։ Ժամանակավոր ուրախությունը, որ իրականում սկի ուրախությունը չի, որտեղ այդ մարդիկ սկի չեն էլ ճաշակել այն ուրախությունը, որ տալիս է Աստված, այն ցնծությունը, որ Աստված է դնում սրտի մեջ։ Ուրեմն, թեև ամբարիշների բարգավաճումը եւ Աստծո հանրօրականությունը վրդովեցնում է Սաղմոս 2-ին, նա վստահում է Աստծո երեշխանությանը եւ շարունակում է հավատացնել Աստծո արդար դատաստանին։ Գիտեք, մարդիկ ասում են, չէ, ինչի՞ սա պետք այն ժամանակ, թող հենց հիմա իմ աչքի առաջ պատժի, որ ես հավատամ, որ Աստված արդար է։ No, մենք շատ կարճ խելք ունենք։ Մենք չգիտենք վերջը սկզբից, իսկ Աստված գիտի, մենք պիտի վստահենք իր ընտրած ժամանակին։ Մենք շատ փոքր ենք, որ իրան թելադրենք, թե ինչ է, երբ, ոնց եւ երբան։ Աստծո ժողովուրդը Քրիստոսի փրկագնող ծառայության միջոցով հավատով տեսնում է Աստծո արքայության սկիզբն եւ ուրախանում դրանով։ Նա սպասում է այդ թակորության վերջնական հաստատմանը Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ։ Թող այս Սաղմոս 97:10 լինի մեր կյանքի կոչը, ով դուք որ սիրում եք Տիրոջը ատեցեք չարը, չի ասում ատեք չարերին, ասում է ատեցեք չարը, այսինքն ատեք մեղքը, մի գործեք մեղքը ձեր կյանքում։ Մյուսների մոտ էլ մեղք ատեք, բայց իրանց սիրեք, դա մեծ տարբերություն է։ Եվ ուրեմն Աստված բացի արարիչ եւ թագավոր լինելուց նաեւ մեր դատավորն է։ Իհարկե առաջինը օրենսդիր է եւ նաեւ դատավոր է։ Կարդանք 75-րդ Սաղմոսը։ Սա Ասափի Սաղմոսն է։ Գոհություն ենք մատուցում քեզ ով Աստված, գոհություն, եւ քո անունը մոտ է, պատմեն քո հրաշքները, երբ պատժած ժամանակ ունենամ, ես պիտի ուղիղ դատեմ, այսինքն սա ասում է Աստված, պատժած ժամանակին նկատի ունեն, ես պիտի ուղիղ դատեմ, Աստծո դատը ուղիղ է, արդար է,
Երկիրը եւ նրա բոլոր բնակիչները մաշվեցին, ես պիտի հաստատեմ նրա սյուները։ Ասացի հիմարներին, հիմարություն մի արեք։ Եվ ամբարիշներին եղջյուր մի բարձրացրեք, այսինքն ձեր պոզերը մի տնկեք։ Ձեր եղջյուրը մի բարձրացրեք դեպի վեր, այսինքն մի ըմբոստացեք Աստծո դեմ, ձեր պոզերը մի տնկեք Աստծո դեմ, արհամարելով իր օրենքը եւ իր դրած կարգոկանոնը։ Մի խոսեք գոռոզամիտ կերպով, որտեղ բարձրանալը ոչ արևելքից է, ոչ արևմուտքից եւ ոչ էլ անապատից, բայց Աստված է դատավոր, սրան ցածրացնում է, նրան բարձրացնում, որտեղ բաժակ կա Տիրոջ ձեռքի, եւ եփում է պղտորությամբ լցված գինին թափում է նրանից, բայց հիրավի երկրի բոլոր ամբարիշները պիտի քամեն ու խմեն նրա մրուրները, իսկ մինչև վերջ պիտի Աստծո բարկության բաժակը խմեն, բայց ես հավիտյան պիտի պատմեմ, Սաղմոս պիտի ասեմ Հակոբի Աստծուն, ես պիտի փշրեմ ամբարիշների բոլոր եղջյուրները, արդարների եղջյուրները պիտի բարձրանան, Աստված վերջի վերջով փշրելու է այդ պոզերը ամբարիշների եւ արդարների եղջյուրները բարձրանալու, այսինքն ինչ նկատի ունի եղջյուր ասելով, դա նշանակում է իշխանություն։ Ուրեմն որպես գերիշխան թագավոր Աստված նաև օրենսդիր է եւ դատավոր, ամբարիշներն անդադ խախտում են Աստծո կողմից աշխարհում հաստատված արդար կարգը, բայց Աստված կդատի աշխարհը եւ վերջ կդնի չարի իշխանությանը։ Օրինակ Սաղմոսներ 96:13-ը այստեղ սխալ է գրված, որտեղ 96-ը 13-րդ համար չունի։ Ուրախացեք Տիրոջով ով արդարներ եւ օրհնեցեք նրա սուրբ հիշատակը։ Լույս է ծագում արդարի համար եւ ուրախություն սրտով ուղիղների համար։ Յոթանասունհինգերորդ Սաղմոսում մի քանի տեսարաններ պատկերում են ամբարիշների անդառնալի ոչնչացումը, այսինքն ինչպես կարդացինք, Աստծո բարկության գինով լցված բաժակը խմում են եւ մինչեւ վերջ պիտի խմեն, այսինքն եւ նաեւ ասում է չարի եղջյուրներ պիտի կոտրեմ, չարի եղջյուրները փշրելը պատկերում է նրանց իշխանության եւ տիրապետության վերջը, մինչդեռ արդարների եղջյուրները կբարձրանան, այսինքն նրանք իշխանության կգան։ Եվ Աստված իր դատաստանի համար ընտրում է պատշաճ ժամանակ կամ նշանակված ժամանակ։ Մահապատժի այս դատավճիռը հստակ տեղի կունենա ժամանակի վերջում։ Տերը քննում է մարդկային սրտերը, ինչը նրա դատաստանի մի մասն է։ Օրինակ Սաղմոսներ 14:2 համարը, երկրորդ համարը, Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կլինի արդյոք մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։ Եվ նաև Նոյի ժամանակը գրված է, որ բոլորը քչացան եւ միայն Նոյն էր արդար, եւ այս երկու տեղերն էլ ցույց են տալիս, որ աշխարհի նկատմամբ իր դատաստան իրականացնելուց առաջ Աստված քննում է մարդկանց կյանքերը եւ փորձում գտնել, թե ում կարող է փրկել։ Այս դատավճիռը երբեմն կոչվում է հետաքննական դատ, երբ Աստված պաշտպանում է արդարներին եւ որոշում ամբարիշների ճակատագիրը։ Ինչպես է դա տեղի ունենում։ Նախ Աստվածի ժողովրդին ազատում է ամբարիշներից եւ խոնարհներին պսակում է փրկությամբ։ Ինչպես գրված է 149 Սաղմոս 149-րդ համարում, եկեք կարդանք, որտեղ Տերը հավանում է ժողովրդին խեղճերին, փառավորում է փրկությամբ։ Մյուս թարգմանությունների մեջ գրած է խոնարհներին, ոչ թե խեղճերին։ Խեղճության հետ չշփոթենք խոնարհությունը։
Շատ մարդիկ շփոթում են։ Չապաշխարած ամբարիշները միշտ ոչնչացվում են եւ Տերը նաև ներող Աստված է, թե մարդկանց պատժում է իրենց չարագործությունների համար։ Աստծո ժողովուրդը եւս ոչ միայն ամբարիշները պետք է հաշիվ տան Աստծուն։ Օրինակ Սաղմոսներ 50 գլխի 4 համարը Նա վերևից կկանչի երկնքին եւ այս երկրին իր ժողովրդին դատելու համար։ Եվ նաև Սաղմոսներ 135:14-ը ասում է, որտեղ Տերը պիտի դատի ժողովրդին եւ ողորմի իր ծառաներին։ Այս նույն միտքը նաև նոր կտակարանում կա, առաջին Պետրոս 4:17-ը, կարդանք, առաջին Պետրոս 4:17 Որտև ժամանակն է, որ դատաստան Աստծո տնից սկսվի, բայց եթե այն նախ մեզանից սկսվի, ապա ինչ կլինի նրանց վերջ, ովքեր Աստծո հավատարյանին անհնազանդ են։ Այսինքն, ինչպես Հիսուսն է ասում, ոչ թե նրանք, ովքեր կասեն Տեր, Տեր, մենք քեզ ծառայեցինք եւ այլն, մենք քեզ սիրում ենք, կմտնեն երկնքի արքայություն, այլ նրանք, ովքեր հնազանդվեցին Աստծո խոսքին։ Եվ ուրեմն Աստծո ժողովրդի, այսինքն այն մարդիկ, ովքեր ասում են, որ իրանք սիրում են Աստծուն, որ իրանք հավատում են Աստծուն, դատը սկսելու է այս մարդկանցից, որովհետև մի բան է ասել, մյուս բան է անելը։ Հետաքննություն պիտի լինի, արդյոք այս մարդիկ իրանց ասածի համեմատ են ապրել, Աստծուն հնազանդվել են, թե ոչ։ Սաղմոս 2-ն աղաղակում է Աստծուն, որ դատի իրեն, բայց ապավինում է Աստծո արդարությանը, որը նաև կպաշտպանի իրեն, այսինքն Հիսուսը մեր դատապաշտպանն է։ Սաղմոսները կոչ են անում ուրախանալ Աստծո դատաստանի ակնկալիքով։ Եթե Աստծուն սիրում ենք եւ իրոք հնազանդում ենք իրան, մենք պիտի ուրախ լինենք, երբ որ Աստծո դատաստանը լինի, որտեվ արդարներին Աստծո դատաստանը արդարացնելու է, չէ՞, երբ որ մարդը ինչ որ մի բանի համար դատվում է, որ ինքը չի արել, ինքը հանգիստ է եւ չի վախենում, որտեղ իրականում ինքը չի արել դա եւ չեն կարող ապացուցել։ Բայց այստեղ այսպես է, որ Աստվածաշունչը ասում է արդար չկա, մեկն էլ չկա, ուրեմն ով կարող է փրկվել։ Միայն նա, ով որ գիտակցում է դա, ով որ հրաժարվում է մեղքից եւ ամբողջ սրտով խնդրում է Աստծո օգնությունը, որպեսզի կարողանա սուրբ կյանք անցկացնել։ Իհարկե, ասում է արդարը 7 անգամ կընկնի, բայց կբարձրանա, դա նշանակում է, որ այս մարդիկ էլ են մեղանչում, ովքեր վստահում են Աստծուն, բայց տարբերությունը ինչ է, որ նրանք ապաշխարում են եւ ներում են ստանում Աստծուց։ Իրենց դատապաշտպանի թափված արյան շնորհիվ, Հիսուսի թափված արյան շնորհիվ։ Իսկ մյուսները ասում են, չէ, մենք ինչ ենք արել որ։ Հետի մեղք չի, հետի ստից բանը։ Այսինքն մարդիկ իրանց համար դնում են օրենքներ եւ իրանք են այդ կաղապարը ստեղծում, թե ինչն է մեղք, ինչը մեղք չի, բայց Աստծո օրենքն է պարզասում ինչն է մեղք, ինչը մեղք չի։ Ուրեմն դատապաշտպանը կարդարացնի նրանց, ովքեր իր օգնությանն են դիմել։ Այլ ոչ թե նրանց, ովքեր ասում մենք սուրբ ենք, ինչ ենք արել որ։ Դե արդար չկա, մեկն էլ չկա։
զգուշ լինենք մեր կյանքում։ Ուրեմն Աստված միշտ հիշում է իր ուխտը։ Դանիել 7:22 համարը ասում է, որ մինչև որ եկավ հինավուրցը եւ իրավունք տվեց ամենաբարձրյալի սրբերին եւ ժամանակը հասավ, որ սրբերը վերցնեն թագավորությունը։ Դանիելը տեսել է, ինչպես է ժամանակների վերջը գալի եւ վերջապես այն մարդիկ, ովքեր հավատարիմ էին մնացել Աստծուն ամբողջ սրտով, հոգով եւ մտքով, ստանում են արքայությունը։ Այսինքն ամբարիշների չարերի եղջյուրը կոտրվում է եւ արդարների եղջյուրը բարձրանում է։ Ձգտենք ապրել Աստծո արդարությամբ։ Եթե ուզում ենք եւ եթե սիրում ենք Աստծուն եւ ուզում ենք իր հետ ապրել հավիտյան, Աստծո ժողովուրդը ապահով է, որտեղ Տերն իր բնակարանը հաստատել է իրենց մեջ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր մկրտվել են, ուխտ են կապել Աստծո հետ եւ հավատարիմ են Աստծուն, այսինքն նորից կրկնենք, որ այո, արդարացնում է, բայց բարձրանում է, բայց ընդհանուր իրանց կյանքի ուղղությունը Աստծուն հավատարմությունն է եւ Աստված հավատարիմ է իր ուխտի մեջ։ Այդ մենք ենք, որ երբեմն խախտում ենք, բայց Աստված հավատարիմ է իր ուխտի մեջ եւ նորից վերականգնում է մեզ։ Երբ ասում է, որ Աստված հիշում է իր ուխտը, դա չի նշանակում միայն, որ Աստված ընդունում է այդ ուխտը կամ պարզապես հիշում է այն։ Երբ Աստված հիշում է ուխտի մասին, նշանակում է, որ նա գործում է։ Ուստի, երբ ժողովուրդը կանչվում է հիշելու կամ կոչ է արվում հիշելու Աստծո հրաշքներն ու դասաները, նշանակում է, որ նա պետք է ապրի Աստծուն պատիվ ու փառք բերող կենսակերպով։ Եվ նաև Սաղմոսները բազմաթիվ անգամ նշում են, որ Աստծո վկայությունները խիստ վստահելի են, Աստված սուտ չի ասում։ Շատերը համարում են Աստվածաշունչը հեքիաթների գիրք, բայց այն իրականացել է, իրականանում է եւ անպայման կիրականանա, ուզենք մենք ուզենք թե չուզենք, հավատանք թե չհավատանք։ Սաղմոսներ 19:7 համարը ասում է Տիրոջ օրենքը կատարյալ է եւ նորոգում է հոգին, Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է եւ իմաստուն է դարձնում պարզամիտի։ Այսինքն օրենքը մի միջոց է, որով Աստված փոխում է մարդու էությունը, երբ որ մարդ հնազանդվում է օրենքի։ Սրա մասին շատ անգամ ենք խոսել, չկրկնվենք, թե ինչպես է կատարվում այդ փոփոխությունը մարդու վրա, երբ որ շնորհքը դիպչում է մարդուն, մարդ Աստծո շնորհքով սկսում է կատարել Աստծո օրենքը, Աստծո օրենքին հավատարիմ է ապրում եւ դրա հիման վրա դրա շնորհիվ իր բնավորությունը սկսում է փոխվել, իր սովորությունները սկսում են փոխվել, իր ամբողջ պատկերը սկսում է փոխվել եւ բնավորությունը իհարկե։ Սաղմոսներ 25:10 Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են եւ ճշմարտություն, նրա ուխտն ու պատվիրանը պահողների համար։ Եթե ուզում ենք վայելել Տիրոջ ողորմությունը եւ ճշմարտությունը, ուրեմն եկեք հավատարիմ լինենք նրա ուխտին եւ նրա պատվիրանները պահենք։ Աշխարհում Տիրոջ գերագույն իշխանությունը որպես արարիչ, թագավոր եւ դատավոր
աստվածաբանական մեծ նշանակություն ունի նրա վկայությունների հավաստիության համար։ Վկայությունները վերաբերում են օրենքների և արարողությունների ամբողջությանը, որտեղ եբրայերենում այստեղ գրված է էդուտ բառը, որ նշանակում է հրամանագիր օրենք, որոնցով Տերը ղեկավարում է իր ժողովրդի կրոնական և սոցիալական կյանքը։ Դրանք խիստ վստահել են, ինչպես ասում է Սաղմոսներ 93:5, և արտացոլում են Աստծո գահի և Աստծո արարած աշխարհի կայունություն ու մշտաջենականությունը, եթե իհարկե դրանք կատարվեն։ Եբրայերեն բառը, որը թարգմանվել է որպես վստահելի, ամեն բառը ծագում է այս բառից, փոխանցում է հուսալիության, հավատարմության և հաստատակամության հասկացությունը։ Եթե մարդիկ իրոք սիրեին Աստծո օրենքը և պահեին, շատ բան կփոխվեր այս կյանքում, այսինքն պատկերացրեք մի կյանք, որտեղ մարդիկ ոչ սպանում են, ոչ գողանում են, ոչ շնություն են անում, հարգում են իրենց մորն ու հորը, ամեն շաբաթ Աստծուն են պատվում, հիշելով, որ իրանք Աստծո կողմից են արարված և փրկված, և Աստծուն են միայն պաշտում, և կուռքեր չեն սարքում և պաշտում, չեն նախանձում իրար, չեն վնասում իրար, այսինքն այս ամբողջ կետերը ես գրեցի Դասնաբանյանը։ Եթե մարդիկ իրականում կատարեին, այդ ժամանակ արդյոք կարիք կլիներ բանտերի։ Ոչ։ Ինչի համար պիտի մարդկանց բանտ նստածնի, եթե մարդը չի խախտում օրենքը։ Այսինքն մարդիկ իրանց վատություն են անում, երբ որ խախտում են Աստծո օրենքը, իրենք են փչացնում իրենց կյանքը, երբ որ չեն ուզում հնազանդվել Աստծո օրենքին։ Կամ ասում են, թող այս ինչը հնազանդվի, չէ, այդ օրենքը ինչ չի վերաբերում, ինձ կարելի է ստել, ինձ կարելի է գողանալ, ինձ կարելի է սպանել եւ այլն եւ այլն։ Ամբողջ խնդրեմը այս աշխարհում գալիս է նրանից, որ արհամարհում են Աստծո օրենքը եւ չեն ուզում հետևել դրան։ Աստված երաշխավորում է իր խոստումների եւ պատվիրանների անխախտելիությունը, Աստծո հավատարմությունը ինչպես լիարժեքորեն երաշխավորում է նրա իշխանության անփոփոխ բնույթը, այնպես էլ լիարժեքորեն պահանջում է մարդկանց վստահություն ու հնազանդություն Աստծո հանդեպ։ Եվ Աստծո օրենքը մարդկանց սովորեցնում է արդար կյանքի ճանապարհը, որը կարող է դիմակայել Աստծո դատաստանին։ Նշանակում է արդարները չեն սասանվի, քանի որ նրանք ամուր արմատավորված են Աստծո օրենքի մեջ, որն ապահովում է կայունություն և ապահովություն, և նրանց սրտերը հաստատվում են Տիրոջ մեջ։ Ոչինչ չի կարող սասանել նրանց, ովքեր պահում են Աստծո օրենքը, ինչը նշանակում է Աստծո պաշտպանության ու առաջնորդության առկայությունը նրանց կյանքում։ Սաղմոսներ 119-165 Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար և գայթակղություն չկա նրանց համար։ Աստծո խոսքը պատկերված է որպես Սաղմոս 2-ի ոտքերի առջև վառվող ճրագ, ուստի այն պաշտպանում է նրան թշնամիների թաքնված որովայններից։ Երբ որ մթության մեջ քայլում ենք, մեզ լույս է պետք, որպեսզի արգելքները տեսնենք և շրջանցենք։ Բայց եթե չունենք լույս, չենք տեսնում, ինչ է պատահում, ամեն քայլափողին կարող ես ընկնել։ Մեծ խաղաղությունը, որը վայելում են Աստծո օրենքը սիրողները, իրականում փորձությունների իսպառ բացակայությունից չէ, այսինքն ամեն ինչ լավ է, հոյակապ է քո կյանքում և դրա համար դու խաղաղություն ես վայելում, ոչ։ Սրա մասին չի խոսքը։ Միշտ էլ Աստծուն վստահող մարդիկ միշտ էլ իհարկե բոլորն են ունենում եւ
բացառություն չեն այն մարդիկ, ովքեր վստահում են Աստծուն, փորձությունների միշտ էլ մարդու կյանքում կա, բայց այս խաղաղությունը ավելի շուտ բխում է Աստծո ներկայության մեջ մնալուց եւ նրա հետ առողջ հարաբերություններ ունենալուց։ Կապ չունի թե ինչ փորձություն եւ ինչ դժվարություն է գալիս։ Եթե Աստծո ներկայությունը կա, եթե Աստված է քո ապավենը, քո խորհրդատուն, եթե իրենից ես իմաստություն խնդրում, եթե ինքը ներկա է քո կյանքում, դու այդ պրոբլեմը, այդ դժվարությունը, այդ փորձությունը անպայման կհաղթահարես եւ դա հաղթարի միջոցով կամրանաս որպես ճշմարտությանը ենթարկվող, ճշմարտությունը սիրող էակ։ Աստծո օրենքները, կանոններն ու վկայությունները պահելը ինչ գործնական ճանապարհով է օգնել մեր կյանքում մտածենք այդ մասին եւ կիսվենք իրար հետ։ So վերջում կարդանք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքից մի հատված, որքան շատ ենք քննում աստվածային բնավորությունը խաչի լույսի ներքո, այնքան ավելի լավ ենք տեսնում ողորմությունը, քնքշություն ու ներողամտությունը զուգակցված արդարադատության ու անաչառությանը։ Ավելի բարձրորոշ ենք նկատում անթիվ վկայությունները մի սիրո, որն անսահման է, եւ մի ջերմագին կարեկցանքի, որը գերազանցում է մոր կարոտագին կարեկցանքը մոլորված որդու հանդեպ։ Էջ 15։ Թող Աստված մեզ օգնի, որպեսզի մենք այս բոլոր ճշմարտությունները, որ այսօր սովորեցինք, մեր սրտում պահենք եւ վստահենք Աստծո խոսքին։ Եվ եթե դեռ Աստծո ճանապարհի մեջ չենք, առաջին քայլը անենք։ Խորհրդացենք Աստծո մասին եւ նրա օրենքի շուրջ եւ կտեսնեք, թե ինչպես այդ խորհրդացության արդյունքում կսկսեք սիրել Աստծո խոսքը եւ օրենքը, ինչպես սիրում էր Դավիթը եւ գրում էր, որ ես հաճույք եմ ստանում քո օրենքի մասին խորհրդացելուց եւ իհարկե այն իրագործելուց եւ բոլորովին կփոխվի ձեր կյանքի որակը հիշենք, որ մինչև չճաշակենք, ինչպես ասես, ճաշակեցեք եւ տեսեք որտեղ եք հասցրել։ Մինչև չճաշակենք, մենք չենք կարող դա իմանալ։ Թող Աստված մեզ օրհնի, որ մենք այս շաբաթվա մեջ օրհնվենք եւ ճաշակենք Աստծո սերը, նրա ողորմությունը եւ նրա հետ լինենք ամեն վարքյան եւ մեր աչքերը բաց լինեն նրա ողորմությունների հանդեպ եւ նրա սիրո հանդեպ եւ մեր փառաբանությունները եւ գոհաբանությունը բարձրանա դեպի վերին գահ, դեպի մեր հիասքանչ Աստված։ Մինչև մյուս շաբաթ Աստծո օրհնությունով թող բոլորիս խաղաղություն լինի։